Հորիզոնի գլխավոր թողարկումն է, բարև ձեզ։ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթաժողովը տեղի կունենա Հայաստանում 2026 թվականի գարնանը։ Պատիվ է Եվրոպական քաղաքական համայնքի առաջնորդներին ընդունել մեր երկրում եւ շնորհակալություն եմ հայտնում բոլոր առաջնորդներին այս որոշմանը աջակցելու համար։ Facebook-ի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ 2028 թվականին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը կանցկացվի Ադրբեջանում։ Վարչապետ Փաշինյանը նաեւ ողջունել է այդ որոշումը, ընդգծելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար աջակցել են միմյանց տեխնացություններին Եվրոպական քաղաքական համայնքին հյուրընկալելու հարցում։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը եւս կարևորել է Եվրոպական քաղաքական համայնքի հետ համագործակցությունը եւ ողջունել հաջորդ տարի համայնքի գագաթաժողովներից մեկը Հայաստանում անցկացնելու որոշումը։ 2026 թվականի գարնանը Երևանը կհյուրընկալի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը, որը հիանալի առիթ է շարունակելու քննարկումները Եվրոպական քաղաքական համայնքի հետ համագործակցության ամրապնդման ուղիների եւ տարածաշրջանների ներգրավվածության վերաբերյալ։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր գործընկերներին, որոնք մեծ աջակցություն ցուցաբերեցին այս ուղղությամբ Հայաստանի նախաձեռնությանը, գրել է Միրզոյանը X-ի իր էջում։ Մայիսի 26-ին պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։ Նույն օրը Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում կկայանա Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի եւ Ժան-Նոել Բարոյի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը նաեւ Երևանյան երկխոսություն միջոցառման շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ կմասնակցի պանելային քննարկման։ Իսկ մայիսի 27-ին աշխատանքային այցով Հայաստանում կլինի Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիարտոն։ Նախարար Սիարտոն Երևանյան երկխոսություն ֆորումի շրջանակներում կմասնակցի պանելային քննարկման։ Ծրագրված է հանդիպում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մասնակցի մայիսի 27-ից 29-ը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում անցկացվելիք անվտանգության հարցերով պատասխանատու բարձր ներկայացուցիչների 13-րդ միջազգային հանդիպմանը։ Այս մասին հայտնել են խորհրդի գրասենյակից, պատասխանելով Armenpress-ի հարցմանը։ Անվտանգության խորհրդի գրասենյակից տեղեկացրել են, որ Մոսկվայում կայանալիք հանդիպմանը քարտուղարը չի մասնակցի մայիսի 28-ին Հանրապետության տոնին նվիրված միջոցառումներին մասնակցելու պատճառով։ Ռուսաստանն ու Ուկրաինան Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում իրականացրել են ռազմագերիների երկրորդ փոխանակումը 307-ը 307-ի դիմաց սկզբունքով։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից նշել են, որ նախաձեռնությունը ռուսական կողմինն է եւ որ գերիների փոխանակումը կշարունակվի։ Միջազգային անցուդարձի մյուս նորությունները տեսաշարում։ Ռուսաստանն ու Ուկրաինան հայտարարել են փոխադարձ հարվածների մասին։ Ուկրաինական կողմի հաղորդմամբ ռուսները հրթիռներով եւ անօդաչուներով հարվածներ են հասցրել Կիևին։ Քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ լսվել են պայթյուններ, գործի են դրվել հակաօդային պաշտպանության համակարգերը։ Հաղորդվում է 15 վիրավորի մասին։ Խարկովում ռուսական հարվածների հետևանքով 1 մարդ է զոհվել, եւս 2-ը վիրավորվել։ Ավերվել եւ վնասվել են մասնավոր տներ։ Համաձայն երկրի ռազմաօդային ուժերի Ուկրաինայի ուղղությամբ արձակվել է 15 բալիստիկ հրթիռ եւ 250 անօդաչու թռչող սարք, որոնցից 245-ը խոցվել են։ Իր հերթին ռուսական կողմը հայտարարել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի, Լիպեցկի, Վորոնեժի, Տուլայի եւ Թվերի շրջաներում որսացել եւ ոչնչացրել են ավելի քան 110 ԱԹՍ-ներ։ Բացի այդ, ռուսները հայտարարել են ռազմաճակատում գրանցած հաջողությունների մասին։ Ռուսական ուժերը իրենց վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկի, Ստուպիչկի եւ Օտրատնոյե, ինչպես նաեւ Սումիի Լոկնյա բնակավայրերը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում վերանայել Եվրամիության երկրների նկատմամբ 50% ներմուծման մաքսատուրքեր սահմանելու որոշումը, սակայն հաստատել է բանակցությունների պատրաստակամությունը։ Ես չեմ ձգտում գործարք կնքել, մենք արդեն գործարք կնքել ենք 50%-ի չափով, սակայն կրկնում եմ, մաքսատուրքերը չեն կիրառվի, եթե Եվրամիության երկրներն արտադրություն ստեղծեն այստեղ։ Եթե ինչ-որ մեկը գա եւ ցանկություն հայտնի այստեղ գործարան կառուցելու, մենք կարող ենք քննարկել որոշակի հետաձգում այն ժամանակահատվածի համար, երբ նրանք այն կառուցեն։ Կարծում եմ դա նպատակահարմար կլինի։ Թրամփը սպառնացել է նաև ամերիկյան Apple ընկերությանը։ Եթե iPhone-ներն Ամերիկայում չարտադրվեն, ապա ընկերությունը պետք է Միացյալ Նահանգներին առնվազն 25% մաքսատուրք վճարի։ Իր հերթին Ֆրանսիայի արտաքին առևտրի հարցերով լիազոր նախարարը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների նախագահի կողմից Եվրամիության ապրանքների նկատմամբ հունիսի 1-ից ուժի մեջ մտնող 50% ներմուծման մաքսատուրքերն անընդունելի են։ Լորանսեն Մարտենը հայտարարել է, որ եվրոպացիները կձեռնարկեն պատասխան միջոցներ։ Սա մեզ համար անընդունելի է։ Նման մաքսատուրքերի դեպքում կոնյակի եւ այլ ապրանքների մատակարարումը Միացյալ Նահանգներ փաստացի կդադարի։ Սա կնշանակի, որ կլինի եվրոպական արձագանք ամերիկյան արտադրանքին։ Կարծում եմ, որ սա նույնպես անընդունելի կլինի ամերիկացիների համար։
Միացյալ Նահանգները 180-օրով դադարեցրել է Սիրիայի դեմ պատժամիջոցները, որոնք սահմանվել էին 2019 թվականին։ Այս մասին նշվում է պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարության մեջ։ Այս արտոնությունները կհեշտացնեն բնակչությանն էլեկտրաէներգիայով, ջրամատակարարմամբ եւ սանիտարական պայմաններով ապահովելը, ինչպես նաեւ թույլ կտան ավելի արդյունավետ մարդասիրական օգնություն ցուցաբերել ամբողջ Սիրիայում։ Ռուբիոյի հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը լիցենզիա է թողարկել, որը թույլ է տալիս ֆինանսական գործարքներ իրականացնել Սիրիայի որոշ ընկերությունների եւ բանկերի հետ։ Պետքարտուղարը հավելել է, որ պատժամիջոցները կասեցնելու որոշումը Միացյալ Նահանգների եւ Սիրիայի միջև նոր հարաբերությունների հաստատման առաջին քայլն է։ Նա նշել է, որ Թրամփի պատասխան ակնկալում է, որ Դամասկոսը արագ քայլեր կձեռնարկի առաջնահերթ քաղաքականության ոլորտներում։ Հռոմում տեղի է ունեցել Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների 5-րդ փուլը։ Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Վաշինգտոնը սկսել է շատ ավելի լավ հասկանալ Թեհրանի դիրքորոշումը միջուկային ծրագրի վերաբերյալ։ Հռոմում տեղի ունեցավ Միացյալ Նահանգների հետ անուղղակի բանակցությունների 5-րդ փուլը։ Ես կարող եմ այն անվանել ամենապրոֆեսիոնալներից մեկը։ Մենք ներկայացրել ենք Իրանի դիրքորոշումը, որը չափազանց պարզ է։ Կարծում եմ, որ ամերիկյան կողմը սկսել է շատ ավելի լավ հասկանալ Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը։ Նա տեղեկացրել է նաև, որ Հռոմում կայացած բանակցությունների ընթացքում Օմանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները ներկայացրել են բանակցային գործընթացում առկա խոչընդոտների հաղթահարմանը միտված մի շարք առաջարկներ։ Օմանի կողմից ներկայացված առաջարկների հիման վրա միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հաջող ավարտի որոշակի հեռանկարներ առկա են։ Այն հանգամանքը, որ բանակցությունները խելամիտ ուղու վրա են, ինքնին առաջընթաց է։ Շուրջ 3 ժամ տևած հանդիպումից հետո ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆն էլ ասել է, որ կողմերը համաձայնել են մոտ ապագայում կրկին հանդիպել։ Նա նշել է, որ բանակցությունները շարունակում են կառուցողական լինել եւ իրենք գրանցել են առաջընթաց։ Ի գլխավոր երկաթուղային կայարանում դանակով հարձակման հետևանքով վիրավորվել է առնվազն 18 մարդ։ Դժվարներից մի քանիսը գտնվում են ծանր վիճակում։ Իրավապահները ձերբակալել են կասկածյալին։ Նա 39-ամյա կին է։ Ոստիկանությունը ենթադրում է, որ կինը միայնակ է գործել։ Դեպքի հանգամանքները եւ հարձակվողի դրդապատճառները առայժմ հայտնի չեն։ Գլխավոր կայարանում գնացքների երթևեկությունն ամբողջապես դադարեցվել է։ Մոտակա փողոցները փակ են։ Ավստրալիայի մի քանի օր շարունակվող տեղատարապ անձրևները դարձել են հեղեղումների պատճառ։ Երկրի հարավ-արևելքում մի քանի քաղաքներ կտրվել են արտաքին աշխարհից։ Հեղեղները քշել տարել են անասուններ, ավերել հարյուրավոր տներ, ճանապարհներ։ Ջրհեղեղի պատճառով զոհվել է 5 մարդ։ Որոշ լրատվամիջոցներ հայտնել են, որ հեղեղների հետևանքով վնասվել են ավելի քան 10,000 շինություններ։ Վարչապետ Էնթոնի Ալբանեզեն հայտարարել է, որ իրավիճակը շարունակում է մնալ կրիտիկական։ Ջրհեղեղի եւ տարհանման նախազգուշացումները պահպանվում են։ Անահիտ Հակոբյան, Հորիզոն։ Կանաչապատման ու շրջակա միջավայրի ՀՕԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի ուղեկցությամբ Երևանի քաղաքացիները այսօր այցելել են Եռաբլուր զինվորական պանթեոնի, փարքի, Ծիծեռնակաբերդի, Սարալանջի ու Փարոսի անտառներ անձամբ տեսնելու եւ ծանոթանալու քաղաքային անտառներում կատարված աշխատանքները։ Շաբաթներ առաջ կայացած հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ կանաչապատման եւ շրջակա միջավայրի ՀՕԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը քաղաքապետին հայտնեց, որ քաղաքացիների շրջանում տարածված է մտահոգություն կապված քաղաքում կանաչապատ տարածքների պակասի կամ բացակայության հետ։ Անձամբ ցույց տալու եւ հետաքրքրող հարցերին պատասխանելու համար Բեգոյանն առաջարկեց կազմակերպել այց քաղաքային անտառներ հնարավորություն տալով քաղաքացիներին տեղում ստանալ պատասխաններ եւ սեփական աչքերով տեսնել անտառները։ Առաջարկությունն ընդունվեց եւ այսօր Արմեն Բեգոյանի ուղեկցությամբ քաղաքացիներն այցելեցին Եռաբլուրի զինվորական պանթեոնի, փարքի, Ծիծեռնակաբերդի, Սարալանջի եւ Փարոսի անտառներ։ Մոտ 3 ամիս է տևել, բայց 3 ամիս տևել է մինչև մենք հասել ենք տունքին, բայց մեր աշխատակիցների չարչարանքով այդ տնկացը պահել է պետք, մենակ տնկելով չի։ Եվ այո, 2 տարի էր այս մարդիկ նորածին երեխում ոնց ես գտալով ջուր տալի, այդ ամեն ինչին հետևում, այն նույնն էլ ծառն է։ Այսպիսի մեծ ծառը կարող ես չջրել։ Եթե նա մեծ մի 50-30 տարեկան ծառը, դու կարող ես չջրել, որովհետև տակից ինքը միևնույն է, արմատները շատ մեծ։ Իսկ սա երեխայի նման պիտի պահի։ Իսկ թե ինչու է այցը կազմակերպվել հենց այդ անտառներում, տնօրեն Բեգոյանն ընդգծեց, որ ըստ մասնագիտական մոտեցումների անտառը կայացած է համարվում, երբ այն գոյություն ունի առնվազն 2 տարի։ Այցի նպատակակետ դարձած ուրբան անտառներն արդեն շուրջ 3 տարվա պատմություն ունեն։ Բեգոյանը դրանք անվանեց քաղաքի թոքեր, ընդգծելով դրանց դերը օդի մաքրության պահպանման գործում։ Եվ այսօրվա այցի իմաստը խնդրեմ մեր տնկած, մեր հայտարարած 55 հեկտարից որոշակի այսօր տեսանք 15 հեկտարը, շուրջ 10 հեկտար
դրանից առաջ ավելացրել էինք ուրեմն Փարոսում 9 հեկտարին մոտ այստեղ է տարածք եւ 4 հեկտարին մոտ հաղթանակ զբոսայգու այդ լանջերը, որ դեպի քաղաքին է նայում, դրանք արդեն կայացած են, մենք ուզում ենք ցույց տալ բոլորին, բոլոր այն քաղաքացիներին, բոլոր շահագրգիռ քաղաքացիներին, պատասխանատու քաղաքացիներին, ովքեր ինձ ուրախացնում է, որ այսօր ներկա են այստեղ եւ իրենք ուզում են իրենց աչքով տեսնեն։ Նախքան անտառների հիմնադրումը առաջնահերթ ուշադրություն է դարձվում ոռոգման համակարգի ապահովմանը եւ ինչպես ընդգծեց Արմեն Բեգոյանը, այս տարածքներն այդ առումով բացառություն չեն։ Նրա խոսքով հատկապես դժվար է եղել վերակենդանացնել դեգրադացված հատվածները, սակայն գործընթացում կիրառվել են նորարարական մոտեցումներ ու մեթոդներ, ապահովելու ծառատեսակների բնականոն աճն ու տարածքի էկոհամակարգերի վերականգնումը։ Բացի արդեն գոյություն ունեցող ուրբան անտառներից որոշում է կայացվել հիմնել նոր անտառային տարածք, որի ընդհանուր մակերեսը կազմելու է 35 հեկտար։ Փորձնական ոռոգման ժամանակ պարզվեց, որ հողը բացարձակ ջուր չի պահում, եւ որպեսզի հողը սկսի ջուր պահել, միակ ճանապարհը, որ մենք դիմեցինք անտառային տեխնոլոգիաների, որովհետեւ քաղաքում երբեք հրամատներ մինչ այս չեն արել, շատ ծանր տիտանական աշխատանք էր, շատ մեծ աշխատանք կատարեցին եւ մեր մեխանիզատորները հողակի եւ ագրոնոմիական խումբը եւ աշխատանքային ամբողջ խումբը եւ այլ ձև, որպեսզի հողը կարողանա ընդունի ջուրը եւ խոնավություն պահպանի, բնականաբար այս խրամատներով տնկումներ։ Խոսելով ոռոգման համակարգի կազմակերպման մասին Արմեն Բեգոյանը նշեց, որ այս պահին իրականացվում են փորձագիտական ուսումնասիրություններ խորքային ջրեր հայտնաբերելու նպատակով։ Նրա խոսքով սա արվում է, որպեսզի հետագայում հնարավոր լինի ապահովել նոր անտառների ոռոգումն առանց օգտագործելու նոր վարչական շրջան մուտք գործող ջրային ռեսուրսներից։ Գայի պողոտայից սկսվելու է, ավարտվելու է կենթանաբանական այգու մոտ, սա մի եզրը, մյուս եզրը Միասնիկյան պողոտա եւ վերևում Լվովյան փողոց։ Այդ տարածքում ամեն ինչը լինելու է բնական։ Ջեմուղիները, ամեն ինչը, ոչ միտեղ այդ սալիկներ չեն լինելու։ Լինելու են խեժով, ավազով անցուղիներ, ամբողջը քարից, ամբողջը փայտից, ինչ լինելու է։ Լրիվ մի այսպիսի էկոմիջավայր է ստեղծվելու, որը իր տեսակով Երևան քաղաքում կլինի առաջ։ Զվարթ Ղազարյան, Հայկ Սուքիասյան, Հորիզոն։ Ավարտվեց Հորիզոնի այս թողարկումը կարճատև դադար, որից հետո մենք կվերադառնանք այլ տեղեկատվությամբ։ Բարև ձեզ, եթերում հեռանկարներ եւ մեր հյուրն է քաղաքագետ Գորգ Պետրոսյանը, մենք փորձենք ամփոփել անցնող շաբաթ եւ խոսենք կարևոր քաղաքական իրադարձություններից։ Բարև ձեզ, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Կարևոր իրադարձություններից են նախ Ռուսաստանի արտգործնախարարի հայցը, Իրանի պաշտպանության նախարարի այցը, Մարկո Ռուբիոյի հայտարարությունը, նաև Թուրքիայի խորհրդի հայտարարությունը, բայց սկսենք Լավրովից քաղաքագիտական, փորձագիտական շրջանակներում կարծում եմ բոլորը արդեն վերլուծել են, կարծիքները շատ են, տարբեր են, ոմանք ասում են, որ Լավրովը եկել էր Հայաստան ճնշում գործադրելու եւ դա հաջողվեց կամ որոշակիորեն հաջողվեց, մյուսներն ասում են, որ հայկական կողմը դիրքորոշումներում բավականին սկզբունքային եղել։ Մի խոսքով, ձեր կարծիքը ինչպիսին է։ Ինչի համար էր եկել Լավրովը Հայաստան եւ ինչ տարավ Հայաստանից։ Ես կարծում եմ, որ իրադարձությունները անշուշտ կարևոր են, սակայն ցանկացած իրադարձություն վերլուծելիս անհրաժեշտ է այն դիտարկել համապարփակ այն գործընթացների մեջ, որոնք որ ընթանում են, ընդ որում խնդիրը ոչ միայն հայ-ռուսական հարաբերությունների մասն է, այլ Ռուսաստանի Դաշնության վարած արտաքին քաղաքականության մեջ տեղի ունեցող փոփոխություններին առհասարակ։ 2022 թվականից Ռուսաստանի Դաշնությունը մեկ ուղղություն ուներ հիմնական եւ իր ամբողջ ջանքերը գործադրվում էին այդ մեկ ուղղությամբ ուկրաինական պատերազմի եւ դրանից ելնելով դիվանագիտական քայլերի ուղղությամբ։ Ընդ որում այստեղ գաղտնիք չէ եւ մեծ նորություն չէ, որ այդ շրջանակներում անտեսվում են երկրորդային էին համարվում այլ ուղղություններում, այլ տարածաշրջաններում Ռուսաստանի երկկողմ եւ բազմակողմ հարաբերություններ եւ հայ-ռուսական հարաբերությունները այստեղ բացառություն չէր։ Այդ հարաբերությունները զարգանում էին տնտեսապես, հաշվի առնելով այն պատժամիջոցները, որոնք կիրառում էին Ռուսաստանի Դաշնության նկատմամբ, դրանից ելնելով նաեւ հայ տնտեսվարողների եւ ռուս տնտեսվարողների համագործակցություններ խորանում, իր հետ բերելով նոր
եկամուտների մեծացում հայ-ռուսական հարաբերություններում, սակայն դրանից անդին դիվանագիտական, քաղաքական հարաբերությունների մեջ որոշ ժամանակաշրջան առկա էր ճգնաժամ։ Այժմ երևում է, որ այս ճգնաժամը աստիճանաբար հաղթահարվում է եւ այստեղ գոյություն ունի հայ-ռուսական հարաբերությունների որոշակի նորմալացում։ Ես դիտարկում եմ ոչ միայն Լավրովի այցով, այլ դրան նախորդած օրինակ Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայությամբ մայիսի 9-ի հաղթանակի շքերթին Մոսկվայում։ Այստեղ եւս որոշակի միտումներ մասին էր խոսում, այդ դրական փոփոխությունների մասին, որոնք որ առկա են։ Այդ նորմալացումը երկու հարաբերությունների դրսևորում էր նաև երկու արտաքին գործերի նախարարների մամուլի ասուլիսի ժամանակ, երբ երկու արտգործնախարարները թվարկում էին այն ուղղությունները, որոնց մասին երկու գերատեսչությունների ղեկավարները խոսել են, որում այստեղ թե օրինակ հայկական կողմի համար որոշակի ցավալի նյուանսներ էին քննարկվել, օրինակ Ռուսաստանի Դաշնության պաշտոնական արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ միակողմանի հայտարարությունները եւ այլն։ Եվ այստեղ որոշակի նորմալացման գործընթաց կա։ Ինչ է նշանակում նորմալացումը։ Դա առաջերտին մենք այդ նորմալացման տակ ուզում ենք տեսնել անվտանգության ինչ-որ երաշխիքներ, Առաջին հերթին նկատի ունեմ դիվանագիտական հարաբերությունների նորմալացումը, որովհետեւ վերջին տարիների ընթացքում ամենայն դեպս տպավորությունը այնպիսին է, որ այդ հարաբերությունները ավելի շատ հրապարակային էին, քան կուլիսային։ Այսինքն երկու երկրների արտաքին գերատեսչությունների ներկայացուցիչները ավելի շատ բանավիճում էին հրապարակայինորեն, քան թե փակ դռների ետևում, ինչպես որ ընդունված է դիվանագիտական աշխարհում բանավիճելը, եւ այստեղ այս հանդիպումը վկայում էր այս տեսանկյունից դիվանագիտական հարաբերությունների նորմալացման մասին, ընդ որում ոչ միայն այս հայտարարությունը, այլև որ երկու գերատեսչությունների միջև կապերը եւ հանդիպումները պետք է ակտիվանան մի շարք ոլորտներում, այդ թվում նաեւ հանրային խոսքի վերահսկման տեսանկյունից, ինչ է տալում այդ նորմալացումը։ Տեսեք, հարավային Կովկասի տարածաշրջանը դիտարկելիս Ռուսաստանի Դաշնությունը թեպետ վերջին տարիների ընթացքում կորցրել է իր այսպես մոնոպոլիան այս տարածաշրջանի նկատմամբ վերահսկողության տեսանկյունից, սակայն այնուամենայնիվ այն մնում է խոշորագույն խաղացողներից մեկը այս տարածաշրջանում։ Եվ այդ խոշորագույն խաղացողի այդ հարաբերությունների կարգավորումը անշուշտ անհրաժեշտություններից մեկն է, որը որ պետք է արտաքին քաղաքականության մեջ։ Երբ խոսում ենք դիվերսիֆիկացիայի մասին, այսինքն հարաբերությունները միաժամանակ կառուցելու մի քանի կենտրոնների հետ, այդ թվում այդ դիվերսիֆիկացիայի մեջ անշուշտ Ռուսաստանի Դաշնությունը ունի իր կարևոր դերը, որովհետև դիվերսիֆիկացիա չի նշանակում հարաբերությունները փչացնել մեկ կենտրոնի հետ եւ բարելավել մեկ այլ կենտրոնի հետ։ Եվ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության մեջ ամենայն դեպս հայտարարությունների, պաշտոնական հայտարարությունների տեսքով հենց սա որպես գլխավոր լոզունգ է գնում, որ մենք չենք կառուցում մեր հարաբերությունները մեկ կենտրոնի հետ ի հաշիվ մյուս կենտրոնի։ Այն, որ այստեղ ճգնաժամ գոյություն էր, սա կարծում եմ ակնհայտ է, եւ այդ ճգնաժամը ինչպես երկկողմ, այնպես էլ Ռուսաստանի Դաշնության հետ բազմակողմ հարաբերությունների մեջ էր դրսևորվում, սկսած օրինակ հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի անդամակցության սառեցումից եւ վերջացրած երկկողմ սկանդալային հայտարարությունները, որոնք պարբերաբար կատարվում էին Հայաստանի եւ Ռուսաստանի կողմից։ Ուզում եք ասել, Եվրոպան արևմուտքը նորմալ գնայի, այն փաստին, որ մեր Ռուսաստանի հարաբերություններում նորմալացում է տեղի ունենում։ Նաև ուզում եք ասել, որ սա, ասենք այդ բալանսավորման եւ բալանսավորված քաղաքականության այսպես լավ հաջողված օրինակներից մեկն է։ Ես չասացի, որ արդեն իսկ բալանսավորված են այդ հարաբերությունները, սակայն սա մի քայլ է այդ ուղղությամբ եւ այս քայլերը ավելի շարունակական են։ Այսինքն սա տեղավորվում է այդ քաղաքականության տրամաբանության։ Ինչ վերաբերում է ձեր հարցի մյուս բաղադրիչին, Եվրոպան կամ Արևմուտքը ինչպես կվերաբերի, գիտեք, ես կտարանջատեի, որովհետեւ նախ Արևմուտքը այսօր ինքնին երկփեղկված է Եվրոպան եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ նրանց հարաբերություններում այն խորը ճգնաժամը, որը աստիճանաբար խորանում են, այն նաև իր ազդեցությունն է թողնելու մեր տարածաշրջանում երկու Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Եվրոմիության քաղաքականության եւ այստեղ այդ երկփեղկումը նաև ուժերի որոշակի փոշիացում է իրենից ներկայացնում, հա, եթե 2 տարի առաջ Եվրոմիությունը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները կարող էին որևէ դիրքորոշման շուրջ գալ որոշակի կոնսենսուսի քաղաքական դիվանագիտական ճնշում կիրառել, ապա այսօր շատ ավելի դժվար է այսպիսի իրավիճակը պատկերացնելը։ Նույն Եվրոպային անդրադառնալիս այստեղ ընկալումները կարող են տարբեր լինել, որովհետև արևելաեվրոպական պետությունները, օրինակ Բալթյան պետությունները, Լեհաստանը ունեն շատ ավելի նուրբ վերաբերմունք Ռուսաստանի Դաշնության
հետ հարաբերություններին, քան օրինակ արևմտաեվրոպական երկրները կամ եվրոպական հարավի պետությունները, եւ այստեղ եւս տարբերությունները լինելու են ակնհայտ։ Այն, որ եվրոպացիները ըմբռնումով են մոտենում Հայաստանի Հանրապետության քաղաքականությանը այս տարածաշրջանին, կարծում եմ ակնհայտ է նաեւ եվրոպական մի շարք առաջնորդների հայտարարությունները, որոնք բազմիցս են հնչում, եւ այստեղ աշխարհագրությունը էական եւ կարեւորագույն տարր է։ Հայաստանի Հանրապետության տարբեր առաջնորդների կողմից բազմիցս այդ դրույթը առաջ է քաշվել, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Եվրամիության հետ այնքան մտերմության, որքան որ հնարավոր է, սակայն հաշվի առնելով Ռուսաստանը ըմբռնումով չի մոտենում, երբ մենք մի քիչ ջերմանում ենք արևմուտքի հետ։ Ռուսաստանի Դաշնության համար երկու կարևոր առանձնահատկություն գոյություն ունի։ Նախ իր դաշնակիցների ինտեգրացիան այլ պետությունների հետ Ռուսաստանի Դաշնությունում ընկալում է որպես դեզինտեգրացիա Ռուսաստանի Դաշնությունից։ Այսինքն այստեղ ոչ այնքան այդ համահավասարության մասին, այլ ընկալումների մասին, թե ինչպես են Ռուսաստանում այն ընկալում։ Մեր ինտեգրացիան կլինի Վրաստանի, Բելարուսի, թե Ուկրաինայի։ Միևնույն է Ռուսաստանի Դաշնությունում դա ընկալում են ոչ թե բարեկամական քայլ Հայաստանի կողմից Եվրոպայի հետ, այլ ընկալում են որպես դեզինտեգրացիա Եվրոպական միությունից։ Եվ սա քաղաքականությունը մշակելիս մշտապես պետք է հաշվի առնել։ Նաև դիվանագիտությունը մշակելիս այս քայլը եւս պետք է հաշվի առնել։ Երկրորդ ասպեկտը այստեղ կարևոր, որ կառանձնացնի, դա այն է, որ 22 թվականից եւ մինչեւ 22-ը նաեւ 14 թվականից սկսած ռուս արևմտյան հարաբերությունների լարման ժամանակաշրջանում ցանկացած քայլ Ռուսաստանի Դաշնությունը իր դաշնակիցների կողմից ընկալում էր որպես թշնամական ակտ իր հանդեպ կամ այստեղ փորձում էր դիտարկել որոշակի միտումներ։ Այսօր նաև մենք բաց հայտարարություններից Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեսնում ենք որոշակի վստահություն, ինքնավստահություն։ Հա, այսինքն, եթե դուք բարեկամանում եք այլ պետությունների հետ եւ դրանում չկա միտում, որ ուղղված է լինելու այդ բարեկամությունը Ռուսաստանի Դաշնության դեմ, ապա Ռուսաստանը դրա հետ հաշտ է։ 2 տարի առաջ, երբ առավել ակտիվ փուլում էր գտնում ուկրաինական պատերազմը, եւ Ռուսաստանի Դաշնության ուժերը առավել անինքնավստահ էին գործում մարտադաշտում, նման հայտարարություններ լսելը շատ դժվար կլիներ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարից։ Մյուս կարևոր իրադարձությունից խոսենք, Պաշտպանության նախարարի այցը Իրանի Հայաստան։ Ես ուզում եմ մեջ բերել խոսքերը Իրանի Պաշտպանության նախարարի Հայաստանը հատուկ տեղ ունի Իրանի հարևանության քաղաքականության մեջ, թե Իրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն Իրանի եւ Հայաստանի միջև ընդհանուր սահմանի նկատմամբ։ Եթե դիվանագիտական լեզվից ավելի պարզ լեզվի անցնենք, ինչ է սա նշանակում, որ եթե հանկարծ Ադրբեջան ընդունենք հարավային սահմանների մոտ գնա ինչ-որ արկածախնդրության, Իրանը մեր կողքը կկանգնի, թե չի կանգնի, ինչ կանի Իրանը։ Պաշտոնական Թեհրանի կողմից, տարբեր Թեհրանի ներկայացուցիչների կողմից բարբերաբար այս մեսիջը տրվել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը եւ դրա շրջանակներում առաջնահերթ հայ-իրանական սահմանի անխախտելիությունը Իրանի Իսլամական Հանրապետության համար կարմիր գիծ է։ Եվ այստեղ եւս մենք տեսնում ենք նմանատիպ մեսիջներ, ընդ որում ոչ միայն Պաշտպանության նախարարի, այլ նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանի կողմից, ով նույն օրերին նմանատիպ հայտարարություններ էր անում։ Սակայն այստեղ շատ կարևոր է դիտարկել նաև խնդրի երկրորդ հատվածը։ Այն, որ օրինակ միաժամանակ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախում տեղի էին ունենում ադրբեջանա-իրանական զորավարժություններ։ Սա խոսում է Իրանի կողմից եւս բալանսավորված հարավային Կովկասում որոշակիորեն բալանսավորված քաղաքականություն վարելու մասին։ Ընդ որում եթե Իրանի Իսլամական Հանրապետության կողմից մեծ մեսիջը այն է, որ ձեր տարածքային ամբողջականությունը հայ-իրանական կապերը մեզ համար կարմիր գիծ են, նմանատիպ մեսիջը տրում նաև ադրբեջանական հասարակությանը, երբ որ Լեռնային Ղարաբաղում տեղի են ունենում համատեղ զորավարժություններ։ Այսպիսով Իրանի Իսլամական Հանրապետությունը եւս մեկ անգամ անխոս ճանաչում է Արցախը Ադրբեջանի կազմում։ Ամեն դեպքում տեսեք հարցս որն էր ռազմական էսկալացիայի դեպքում Հայաստանի հարավում, Զանգեզուրի հատվածում Իրանը կներքաշվի ռազմական գործողությունների մեջ։ Այս խոսքերը ուղղակի պարզ լեզվով դա են նշանակում։ Մեսիջը ամենայն դեպս այդպիսին է, որ Սյունիքի հանդեպ ոտնձգություններ Իրանի Իսլամական Հանրապետության կողմից կստանան որոշակի պատասխան, սակայն դարձյալ մեսիջը միայն Հայաստանի Հանրապետությանը չի տրվում։ Միաժամանակ Իրանի Իսլամական Հանրապետությունը փորձում է իր բալանսավորված քաղաքականությունը վարել նաև տարածաշրջանային այլ դերակատարների հետ, ինչպիսին է օրինակ Ադրբեջանը։ Մյուս կողմից տեսեք Ադրբեջանի հետ հարաբերություններում Իրանը կարծես թե որոշակի ջերմացում նշմարվում է, դուք այդ զորավարժությունները նշեցիք, մյուս կողմից
Ադրբեջանը տեսեք ստիպում էր Իրանին, որ այդ մահապատժի դատավճիռը իրականացնի այն հանցագործի դեպ քաղաքացի, Ադրբեջանի քաղաքացի հանցագործի նկատմամբ, որը Իրանում Ադրբեջանի դեսպանատան ահաբեկչություն էր կատարել եւ մարդիկ էին զոհվել եւ ի վերջո երկար սպասելուց հետո Իրանը գնաց այդ քայլին, հեսա ինչ որտեղ զիջում է գնահատվում քաղաքագիտական շրջանակներում, զիջում, չգիտեմ, մյուս կողմից ջերմացում Իրано-ադրբեջանական հարաբերությունների։ Իհարկե, եւ այստեղ Իրանի շուրջ ծավալվող իրադարձությունները եւս պետք է առավել համապարփակ դիտարկել, հա, որովհետեւ Իրանի քաղաքականությունը հարավային Կովկասում շարունակությունն է արտաքին քաղաքականության։ Իսկ այստեղ մենք տեսնում ենք ճնշումները Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից, մենք տեսնում ենք ռազմական էսկալացիայի միտումներ Իսրայելի կողմից Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ, եւ այս տեսանկյունից Իրանի Իսլամական Հանրապետությունը փորձում է բալանսավորված քաղաքականություն վարել նաեւ իր հյուսիսային հարևանի Ադրբեջանի հետ, որպեսզի վերջինիս հնարավորինս զուսպ պահի, այդ թվում նաև աշխատելով ադրբեջանական հասարակության հույզերի վրա։ Մահապատիժը նաև դրա ցուցիչներից մեկն էր եւ այստեղ իրանցիները ցույց են տալիս, որ նրանք բավականին զգույշ քաղաքականություն իրականացնողներ են։ Եվ գանք Ռուբիոյի հայտարարությանը ես նորից ուզում եմ մեջ բերել, այժմ մենք կենտրոնացած ենք Հայաստանի եւ Ադրբեջանին խաղաղության համաձայնագրի շուրջ համաձայնության հասցնելու վրա, ինչը Ադրբեջանին զերծ կպահի հարևան Հայաստան ներխուժելուց, այստեղ կարծում եմ կարևոր է, որ կոնկրետ նշված է Ադրբեջանին զերծ կպահի եւ ոչ թե Հայաստանին, այսինքն հավասարության նշան չի դրվում եւ ըստ էության սա նշանակում է, որ Հայաստան չունի տարածքային հավակնություններ Ադրբեջանի նկատմամբ, ինչը Ադրբեջանը անընդհատ պնդում է։ Հաջորդը մենք ցանկանայինք կանխել դա նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարու է կանխել պատերազմները եւ մենք երկու երկրների հատկապես Ադրբեջան, տեսեք նորից շեշտվում է, հետ շփումներում փորձել են ընդգծել, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումը պատերազմի մեջ չներքաշվելը օգուտներ կբերի, իսկ հակառակը ապակառուցողական եւ ավերիչ։ Մի խոսքով կոնտեքստին դուք ծանոթ եք, ավելի վաղ էլ հայտարարել էր, որ պատերազմի վտանգը, հակամարտության վտանգը պահպանվում է։ Սա մտահոգիչ խոսք է, չէ՞, երբ նշում ես կողմից ասում են, որ Թրամփը հանձնարարու է։ Հիմա բարձ տրամաբանությամբ պետք է մտածել, մի կողմից Ամերիկան ասում է, որ պատերազմի վտանգը կա, մյուս կողմից ասում է, որ Թրամփը հանձնարարու է, այսինքն եթե հանկարծ պատերազմ է լինում, ստացվում է դա ուղղակի հարվածում է Թրամփի իմիջին։ Թրամփի իմիջին շատ տարբեր աշխարհակաղակական զարգացումներ են հարվածում առհասարակ եւ եթե այստեղ փորձենք դիտարկել Թրամփի նախընտրական քարոզարշավը, որտեղ նաեւ հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ որոշակի դրույթներ կային, ինչպիսին օրինակ Արցախից հայերի էթնիկ զտման վերաբերյալ խոսքեր ասում, որ ինքը երբեք դա թույլ չէր տա, որ հայերը լավ մարդիկ են եւ այլն։ Սա առաջին հերթին ուղղված է Թրամփի ամերիկյան էլեկտորատին բնականաբար եւ այնքան էլ արտաքին քաղաքականության մասին միայն արտաքին քաղաքականության մասին չէ։ Սակայն անհրաժեշտ է դարձյալ բազմաշերտ դիտարկել այն շահերը, որոնք որ հետապնդում է ամերիկյան վարչակարգը։ Առաջին հերթին դա հանրապետականների համար քվեարկող հայերի քվեներն են, որոնք որ գոյություն ունեն Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Երկրորդ, Հարավային Կովկասը Ամերիկայի Միացյալ Հարավային Կովկասում ռազմավարական տեսանկյունից Միացյալ Նահանգների արտաքին գերակայությունը Ռուսաստանի Դաշնությանը եւ Իրանի Իսլամական Հանրապետությանը զսպելն ու հակակշռելն է։ Եվ այս տեսանկյունից հայ-ադրբեջանական հարաբերությունների որոշակի ստաբիլիզացիան բխում է ինքնին Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերից։ Ինչ վերաբերվում է Հայաստանի Հանրապետության, ապա այստեղ պարզապես փաստերի ֆիքսացիա է տեղի ունեցել ըստ երևույթին, այն որ Հայաստանի Հանրապետությունը չի պատրաստվում Ադրբեջանի նկատմամբ որևէ ագրեսիա կիրառել, այստեղ կարծում եմ պետք չէ հետախուզական տվյալներ ունենալ, հա, որովհետև ուժային բալանսը ստասնիկ խախտված է եւ խախտված է հօգուտ Ադրբեջանի։ Սակայն շատ կարեւոր է այստեղ նաեւ այն գործիքակազմը հաշվի առնել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ունի այս տարածաշրջանում պատերազմներ կանխելու համար։ Ակնհայտ է, որ այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգները ունի բավարար դիվանագիտական եւ զուտ քաղաքական բավարար պաշարներ այդ զսպումը ապահովելու համար։ Այդ զսպումը այդ պատճառով Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից փորձում է դրսևորվել նաեւ տնտեսական խոստումներով, խթաններով, առայն որ խաղաղության պարագայում այսքան ներդրումներ կատարվեն, տարածաշրջանը կբարգավաճի եւ այլն։ Սակայն Ադրբեջանի պես պետություն
քաղաքացիությունը միայն տնտեսական խոստումներով եւ միայն քաղաքական ճնշումներով զսպել է բավականին դժվար է։ Այս տեսանկյունից ամերիկյան գործիքակազմը բավականին սահմանափակվել է վերջին տարիների ընթացքում մեր տարածաշրջանում։ Եվ վերջին դրույթը, հաշվի առնելով նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների զորքերի դուրսբերումը Աֆղանստանից, Իրաքից, տարածաշրջանային պետություններից եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության մեջ այդ զորքի չկիրառման սկզբունքը առհասարակ շատ ավելի են փոքրացնում այն գործիքակազմը, որ Միացյալ Նահանգները ունենալու է մեր տարածաշրջանում զսպման քաղաքականություն վարելու տեսանկյունից։ Շնորհակալություն։ Այսքան արգել հեռուստատուն էր մեր հյուրն էր քաղաքագետ Գոռ Պետրոսյանը։